Ստամբուլում 5 օր շարունակ տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր, պահանջելով Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ազատ արձակումը։ Իրավապահների եւ ցուցարարների շրջանում կան վիրավորներ, ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են։ Մարտի 23-ին Թուրքիայի դատական իշխանությունները կալանավորեցին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նրան եւ շուրջ 50 անձի տեղափոխել են Մարմարայի բանտ, որն ամենամեծերից է Եվրոպայում։ Երկրի գլխավոր ընդդիմության ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Իմամօղլուն մեղադրվում է շորթման, կոռուպցիայի, հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Իմամօղլուին քաղաքապետի պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու մասին։ Ստամբուլը կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը հայտնի կդառնա մարտի 26-ին քաղաքային ընտրության արդյունքում։ Մինչ Իմամօղլուն բանտում է, կուսակցությունը նրան պաշտոնապես հաստատել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Մարտի 23-ին պաշտոնյայի կալանավորման օրը ժողովրդահանրապետականները Իմամօղլուին առաջադրել են որպես նախագահի թեկնածու։ Գլխավոր ընդդիմության ղեկավար Özgür Özelը կոչ է արել Թուրքիայի նախագահին գնալ արտահերթ ընտրությունների եւ մրցել Իմամօղլուի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության քայլերը Թուրքիայի պառակտման ուղղված գործողություն է անվանել, նշելով, որ նրանք փողոցային ահաբեկչության միջոցով փորձում են ճնշել ժողովրդի կամքը։